Լարված իրավիճակ է, Պրոշյան ու Քասախ համայնքների բնակիչները փակել են ավտոճանապարհը Երևան մտնող Մայրուղին, հաղորդում են News-am-ը, նրանք պահանջում են, որ թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչև իրենց գյուղ Պրոշյան և Քասախ համայնք, հիշեցնում է կայքը, որ համայնքի բնակիչները Մայրուղին փակել էին ևս մեկ անգամ ապրիլի 10-ին, դրանից հետո հանդիպում է տեղի ունեցել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հանդիպումը եղել է անպտուղ։ Բարև ձեզ, 5-րդ ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրագիրը, մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է ապրիլի 22-ից 23-ը տեղի կունենա Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված է 200-ից ավելի հյուր, պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ։ Հրավիրվածների թվում է նաև վարչապետի կինը, կրթվել է Նորաձև է արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է դեսանտ է իջել ակադեմիայի տարածքներն է ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո է դրել, թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, թերթին առայժմ չեն ասել։ Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Հակոբյանին հրավիրել են, ինչպես նաև որ թիկնազորը եկել պտտվել է, բայց ասել է, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել, փոխանցում է թերթը։ Փաստի տեղեկություններով ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են, ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու շուրջ արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ հաշվի առնելով Գյումրու ու Փարաքարի արդյունքները, ինչպես նաև Փաշինյանի ցածր վարկանիշը, որը հազիվ 9-ից 10% է հասնում, բայց աղբյուրը փոխանցել է հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Փաշինյանը հիմա հայտնվել է մուրճի ու զնդանի միջև, ներսում վարկանիշը պատմական մինիմումի է հասել, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց պահանջներն ավելի ու ավելի են մեծացնում, ճնշումներն ուժեղացնում, այնպես որ Փաշինյանի համար արտահերթը կարող է փրկողակ լինել այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն վերահսկիչ փաթեթի, այլ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերի։ Ճիշտ է, նույնիսկ բլոկ փաթեթ ունենալու համար անհրաժեշտ կլինի սատելիտ 1-2 ուժի անցկացնել խորհրդարան։ Միասնական ջանքերով այդ կերպ կապահովեն գոնե 40% կամ կմնան ջրի երեսին ու կուժն ու կուլան կջարդեն հաղթած ու իշխանություն վերցրած, թեկուզ եւ կոալիցիոն սկզբունքով ընդդիմության գլխին։ Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար վարչապետը պետք է հրաժարական տա, 2 անգամ չընտրվի եւ այժմ լուծարվի։ Նման փորձ Փաշինյանն իհարկե ունի, բայց այս անգամ մտահոգություն կա։ Ամենայն հավանականությամբ այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի ու ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 ՔՊ-ական լքի թիմը վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն։ Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ Ռուսաստանի մտադրությունները։ Հրապարակը գրում է մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո խորհրդարանը վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ կարող է նախագահ ընտրել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա նման ցանկություն չունի։ Սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին падգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել։ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում 22, երկրորդում 11 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում ըստ թերթի հնարավոր են կոնսուլտացիաներ, եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի կրել իր խաչը, որպեսզի ինստիտուտը չլուծարվի, գրում է թերթը։ Օրագիրը շարունակվում է, իմ հյուրը քաղաքագետ Մայր Հայաստան նախաձեռնության անդամ Երևանդ Բոզոյանն է, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Բոզոյան, հաղորդումը սկսեցի հերթական ըստ էության սոցիալական ցնցումը ներկայացնելով երկրում,
տարբեր խմբեր վերջին ժամանակահատվածում ամենատարբեր խնդիրներով ճանապարհներ են փակում, բողոքի ակցիաներ են անում, գալիս են կառավարության շենք եւ բոլոր պահանջները ուղղված են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այս առումով վերլուծենք երկրում ստեղծված ներքին իրավիճակը, ինչ է կատարվում։ Անկեղծ ասած, այն սոցիալական դժգոհությունը, որ կա հասարակության մեջ, վաղուց էր հայտնի, պարզապես այդ սոցիալական դժգոհության աստիճանը հիմա է երևում։ Մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ այն, որ հունվարի 1-ից իշխանությունը որոշում կայացրեց փոքր միջին բիզնեսի հարկային բեռը բարձրացնել առնվազն 2 անգամ, որը շատ ծանր որոշում է, ըստ էության մոտավորապես 200,000 մարդ տուժվելու է այդ process-ից։ Դա զուգորդվեց նաև տրանսպորտի թանկացմանը, որը փաստացի կարելի ասել հունվարից բանը հայտարարվեց դրա մասին եւ փետրվարի 1-ից սկսվեց այդ process-ը։ Դրան գումարվեց նաև համընդհանուր հայտարարման այդ բանը մոդելը, որը առաջարկում էր ժողովրդին, ժողովուրդը լավ չէ հասկանում թե ինչի մասին է խոսքը, մարդկանց թվում է թե ուզում են իրենց գրպանը մտնեն կամ իրենց ինֆորմացիան, հիմա չէ, բայց հետո այսինքն սա մի քանի բան իրար գումարվեց։ Եթե դրանք գումարենք նաև տեղական ընտրությունները Գյումրիում եւ Փարաքարում, որտեղ իշխանությունը եւ Գյումրիում եւ Փարաքարում պարտվեց, դրա արդյունքը փաստացի կարելի ասել, որ իր կնիքը դրեց ամբողջ հասարակության վրա, հասարակական տրամադրությունները ել ավելի շիկացրեց։ Ես համոզված եմ, որ պետական համակարգում էլ սկսեց արդեն բրոնյան շարժում, որտեղ մարդիկ հասկացան, որ Գյումրիի մոդելով գալիք ընտրությունների ժամանակ իշխանությունը չի վերարտադրվելու, որտեղ իշխանությունը ունի 50% պլյուս 1 ձայն, նույնիսկ վարչական ռեսուրսն օգտագործելով։ Տեսեք, շատ կարևոր հանգամանք է։ Առանձին տեղում վարչական ռեսուրսն օգտագործելն ավելի հեշտ է, քան ամբողջ Հայաստանով մեկ, որովհետև ամբողջ առանձին տեղում ամբողջ Հայաստանից վարչական ռեսուրսը հավաքվում է, փոխվում են միտեղ, իսկ այդտեղ ամբողջ Հայաստանով մեկ միաժամանակ վարչական ռեսուրս օգտագործելը շատ դժվար է, այն էլ այն պարագայում, որ տեղական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսը չի փլուզվում։ Այսինքն վարչական ռեսուրսի աշխատողները բնականաբար կասկած չունեն, որ իրենք մնալու են, այսպես իրենց տեղում։ Իսկ պետական ընտրությունների ժամանակ առաջանալու է կասկած, որ պետական իշխանությունը կարող է պարտվել եւ այդ պարտության պարագայում սկսում են ճաքեր տալ պետական համակարգում։ Եվ ես կարծում եմ, որ հենց այս պահեդրությամբ արդեն սկսվել է այդ process-ը։ Բայց այդ process-ը շուտվանից էր սկսվել, պարզապես մեր քաղաքական դաշտը, քաղաքագետները, քաղաքական գործիչները չէին ֆիքսել։ Ես ասեմ, այսինքն ներողություն ընդհատում եմ, հիմա ստացվում է հասարակությունը ձեր նշած հանգամանքները հաշվի առնելով տեսնում է, հասկանում է, որ այս իշխանությունը չի կարողանում խնդիրներ լուծել, չի կարողանում իրավիճակը կառավարել եւ ստացվում է թե կամաց չի տիրապետում իրավիճակին։ Տեսեք, հասարակությունը շուտվանից է դա ֆիքսել, որ դուք ասում եք հասարակությունը գիտի դրա մասին, պարզապես մեր քաղաքական դաշտը եւ քաղաքագետները չէին նկատում դա։ Չէ, ուղղակի չէին նկատում, իրենք ունեն մի քանի խնդիրներ արտաքին քաղաքական, ասենք Լեռնային Ղարաբաղ անվտանգություն բան, հիմնական դրանով էր զբաղված մեր քաղաքական հասարակ մարդիկ, իրենք մենք քանի որ ավելի արմատական շփումների մեջ ենք հասարակ մարդկանց մեջ, հասարակ մարդիկ նույնիսկ վիրավորված են այդ պահվածքից, որտեղ իրանք ասում են մենք ունենք սոցիալական խնդիրներ, դուք լավ չեք, ասենք բաներում մարզերում միջին աշխատավարձը մոտավորապես 70-ից 100,000 դրամ է, ասեմ ձեզ իմանաք, մինչդեռ պաշտոնապես թմբկարված 700-800 դոլարանոց միջին աշխատավարձը մարդկանց ուղղակի կատաղացնում է, որտեղ դրա գումարվում է նաև բարձր աշխատանք բարձրատվություն ստացող մարդկանց, օրինակ բանկային համակարգին, ես մի օրինակ բերեմ բանկային համակարգի հետ կապված։ Ուրեմն դուք հիշում եք, որ նախկին իշխանության ժամանակ էլ անդադ խոսում էր, որ ժողովրդի մեծ մասը ճգռում է վարկերի տակ։ Հիշում եք այդ պատմությունը։ Ուրեմն տեսեք, մինչև 2018 թվականը համախառն բանկային համակարգի եկամուտները չէին գերազանցում 40-50 միլիոն դոլարից։ 2020 թվականին, պատկերացեք 2020 թվականին մեր բանկային համախառն շահույթը բանկերի ամբողջ կազմեց 100 միլիոն դոլար։ Եվ մեծ մասը սպառողական վարկերից։ Այո, հիմա տեսեք 100 միլիոն թվերն եմ ասում, որ դուք պատկերացնեք 2021 թվականին կազմեց 280 միլիոն դոլար։ 2023 թվականին կազմեց մոտավորապես 600 միլիոն դոլար։ Հասկանում եք։ Հիմա 2024 թվականին 2024 թվականին, այսինքն անցյալ տարվա ամբողջական կազմել է 920 միլիոն դոլար։ Իսկ 2025 թվականի առաջի կիսամյակ, առաջի երամսյակում
կազմել է $250 միլիոն, այսինքն ակնհայտ է սպասվում է, որ այս տարի Հայաստանի բանկային համակարգի համախառն շահույթը կազմելու է ավելի քան $1 միլիարդ։ 1 միլիարդ։ Հիմա տեսեք, $1 միլիարդ բանկերը ֆանտաստիկ աշխատում են, ժողովրդի կենսամակարդակը շեշտակի անկում է ապրել, այն անկումը, որ մենք խոսում ենք նախկին իշխանությունների ժամանակ, ծիծաղելի են եւ մանկական խաղեր են, այսօրվա շեշտակի անկման հետ համեմատ։ Դուք հասկանում եք, եւ այս պարագայում այս իշխանությունը ցինիկաբար գույք հարկն է բարձրացնում։ Ցինիկաբար տրանսպորտն է բարձրացնում, տրանսպորտի հետ կապված, երբ որ ինքնարժեքը մենք ապացուցել ենք իրենց իսկ թվերով, մաթեմատիկական բանաձևերով, իրենց իսկ առաջարկած, որ ինքնարժեքը կազմում է 60-ից 65 դրամ, իրանք սկզբից առաջարկեցին 300 դրամ, հետո ճնշման արդյունքում սարքեցին 150 դրամ, եւ հիմա 150 դրամի պարագայում չեն կարող հավաքագրել։ Չեն կարող հավաքագրել եւ իրանք բերում են մենք քանի որ չստացվեց ավականի այդ նիստի ժամանակ, քանի որ ավականի նիստի ժամանակ դուք հիշում եք Մայր Հայաստանը պետք է իր առաջարկությունը քննարկվեր, իրենք փախան այդ նիստից, բառից բունի իմաստով ճողոպրեցին, որից հետո արդեն Մայր Հայաստանը մտադիր էր, քանի որ խոսք էր տվել ժողովրդին, որ մենք տանելու ենք հանրաքվեի, այսինքն մենք պատրաստվում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ ներկայացնենք, որպեսզի ստանայինք հնարավորություն տեղական հանրաքվե, այն տեղական հանրաքվեն, որը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 2018 թվականին ագոռա, հիշում եք այդ հանրաքվեներ եւ այլն։ Իրենք որպեսզի այդ հանրաքվեն չեղարկեն, իրենք ազգային ժողով մտցրեցին մի օրինագիծ, որտեղ երկու խնդիր էին ուզում։ Նախ ուզում էին շտրաֆը սարքեն 15000 դրամ։ Այսինքն 15, եթե դու չես մուծում 15, այսինքն ոչ լեգիտիմ գինը 150 դրամ, որ չես ուզում մուծես, ապա պետք է շտրաֆ մուծես 15000 դրամ։ Իդեպ ասեմ 15000 դրամ, սրանց ամեն ինչն է լկտի։ Այսինքն լկտիությունը սահմաններ չկա։ Տեսեք, նույն Վրաստանը, որ համեմատում ենք երկու երկիր եմ, չէ՞։ Իդեպ Մայր Հայաստանի առաջարկը պոպուլիստական չէր, շատ իրատեսական էր։ Մայր Հայաստանի առաջարկը այն էր, ինչ որ կա այսօր Թբիլիսի քաղաքում։ Այսինքն դա պոպուլիստական շատ։ Մենք նույն միջին աշխատավարձն ունենք, պաշտոնական տվյալներով, եթե իրենք ճիշտ են ասում։ Միջին աշխատավարձը նույնն է, համախառն ներքին արդյունքը երկրների մոտավորապես նույնն է, համադրելի երկիր է։ Իրանց մոտ պարզապես մենք ինչ ենք արել Վրաստանում տրանսպորտի համակարգը 1 տոմսը արժի 70 դրամ մեր թվերով։ Մենք առաջարկում ենք 100 դրամը պահպանել, այսինքն նույնիսկ ավելի թանկ կամ Վրաստանում։ Իրենք առաջարկում են 300 դրամ, իջացնում են 150 դրամ։ Այսինքն ուղիղ երկու անգամ կամ Թբիլիսի քաղաքում։ Մենք առաջարկում ենք փաթեթները համադրելի Վրաստանի հետ, այսինքն տարվա փաթեթը այդ abonnement-ը որ ասում են, որ $100 35000 դրամ, այնտեղ 37000 դրամ, սրանք 90000 դրամ են, 3 անգամ։ Հիմա տուգանքի հետ կապված հիմա տեսեք, տուգանքը, նույն տուգանքը Թբիլիսի քաղաքում մեր ուզում են որ մեր բնակիչներն իմանան։ Տուգանքը Թբիլիսի քաղաքում արժի 20 լարի։ 20 լարին եթե դուք հաշվեք 1 լարին դրամով 140 բանը դրամ է 1 լարին հաշվեք, էլի մոտավորապես գալիս է 2800 դրամ։ Սրանք ուզում են 15000 դրամ տանեն։ Ինչի՞, որտեվ սրանք լկտի են, որտեվ իրենք մտածում են, որ մեր ժողովուրդը փաստացին ամեն ինչին կարող է հանդարտվի։ Վրացիները ըմբոստ են, վրացիները քաղաքացիական բարձր գիտակցություն ունեն, վրացիները պայքարի փորձ ունեն։ Բոզան նպատակ կա վախեցնել հասարակությանը։ Սրանք ասեմ, քանի որ բայց մեր ժողովուրդը մեղավոր չի, մեր ժողովուրդն էլ է ըմբոստ։ Պարզապես ցավոք սրտի եմ ասում, մեր քաղաքական դաշտը adekvat չի մեր ժողովրդի այս վիճակին։ Տեսեք, Վրաստանում կամ այլ երկրներում ժողովրդի ծանր վիճակը adekvat արտացոլումը քաղաքական դաշտը սկսում է ակտիվ աշխատել ի օգուտ ժողովրդի։ Մեր քաղաքական դաշտը իր խոսույթը եւ իր օրակարգը կապ չունի ժողովրդի սոցիալական վիճակի հետ, որի արդյունքում սրանք լկտի անում են, դրա համար 15000 դրամ։ Հիմա տեսեք, բայց նույնիսկ ՔՊ-ում արդեն հասկացել են, որ վերջն է այս ամեն ինչը։ Եվ նույն ՔՊ-ն որ կանչեց Տիգրան Աբինյանին բացատրություն տա թե ինչ էս առաջարկում, փաստացի առաջարկում էր չեղարկել հնարավորությունը, որ մենք հանրաքվե անցկացնենք, երկրորդը այդ տուգանքը սարքել 15000 դրամ։ Սրանք փաստացի որոշում են կայացել 2 ամսով հետաձգել, որտեղ վախենում են նման որոշում կայացնել, որտեղ եթե նման որոշում ալիք է բարձրանալու, մենք էլ խոսք ենք տվել, որ մենք իսկապես թույլ չենք տալու, որ սենց ամեն ինչը մնա, եւ ավելին կարող եմ ասեմ, որ օրեր առաջ քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը 8-6 հարաբերակցությամբ դրական եզրակացություն տվել Մայր Հայաստանի առաջարկին, այսինքն փաստացի
հանձնաժողովը արդեն ինքը դրական եզրակա այսօր քաղաքապետարanu ավականին քննարկում է այս հարցը։ Ես հույսամ, որ նույն ԿՊ-ում էլ կան ողջամիտ շրջանակներ, որոնք հասկանում են, որ այս լկտի պահվածքը, այս լկտիությունը, որ առաջարկում է Տիգրան Աբենյանի թիմը, պարզապես աներևակայելի է։ Իդեպ ասեմ, որ կարմիր գծերի հետ կապված Մայր Հայաստանի հիշում եք անցյալ տարի բողոքարկել էր եւ դատարանը չեղարկել է իրենց որոշումը։ Այսինքն այդ 13 անգամ թանկացման որոշումը չեղարկել է, սրանք տվել են դատի եւ վերաքննիչը չի ընդունել իրենց առաջարկը։ Այսինքն այնքան անգրագետ են, սրանք նաեւ լկտի են, նաեւ անգրագետ են։ Արդյունքում հիմա վճռաբեկը պետք է վերջնական որոշում կայացնի, եթե որոշում կայացրեց իրոքուտ Մայր Հայաստանի կչեղարկվի եւ մեր քաղաքացիները փաստացի ուրախություն իրենց կարող եմ ասեմ, այդ 13 անգամ թանկացման կարմիր գծերի այդ խնդիրը փաստորեն ոչինչ լինի։ Նույնը կարելի ասել մեր բանի ավականի անդամներին, որ գիտեք ապօրինի զրկեցին Սոնա Աղիկյանին, Նարեսոսեին, նաև այլ խմբակցություններից Հայկ Մարությանին, Գրիգոր Երիցյանին, փաստացի մանդատներից անօրինական զրկեցին, դատարանը փաստորեն Սոնա Աղիկյանի մասով նույնպես ապօրինի է համարել, որ այդ որոշումը ապօրինի է եղել։ Սա նշանակում է հետևյալը, որ եթե մեր քաղաքական դաշտը մեր ժողովրդի սոցիալական խնդիրները, խնդիրները համարժեք կարողանա ներկայացնի եւ adekvat ներկայացնի եւ ժողովրդի դժգոհությունը, որ ակնհայտ տեսնում է եւ ժողովուրդն էլ պատրաստ է դրան, այս իշխանությունները վախերի մեջ է, այս իշխանությունը շատ հասկանում է, որ ինքը շանս չունի, ինքը բոլոր թանկացումները տվել է, ինքը հերանեկար չի տալիս մեր ժողովրդին, բոլոր հարցերում փաստացի խաբել է, հասկանում եք իշխանախնդիր, իրան մնացել է մի բան, որ այսպես մի հատ վիրտուալ խաղաղություն լինի, որ մարդիկ հանգստանան, բայց մարդիկ արդեն Բայց դա էլ չի լինի։ Դա, տեսեք, մեր ժողովրդի 99%-ը մեր շփումներից ասում եմ հետեւյալը, որ նույնիսկ եթե թղթի կոտոր լինի, ասենք, այդ խաղաղության, ոչ մեկ չի հավատում, որ Իլհամ Ալիևը կարա այդ խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել, որովհետև իրանց շահավետ չի։ Միակ տարբերակը, որ մենք կարողանանք հաստատենք խաղաղություն, դա կլինի այն, երբ որ մեր երկրների միջև այդ բանակցային process-ի մեջ լինի երաշխավոր։ Այսինքն տեսեք, մարդիկ եթե երկու հոգի վիճում են իրար հետ, մարդիկ գնում են դատարան, չէ՞, դատարանը երրորդ կողմն է, որը փաստացի որոշում է կայացնում։ Առանց եթե դատական համակարգ չլներ, մենք կապրեինք վայրի համակարգում, համաձայն եք սրա հետ դուք։ Այսինքն մարդը մյուսի հետ վեճ կունենար, կդանակարեինք, բարեբախտաբար տեսնում ենք նաև այդ իրավիճակը։ Կա, բայց մեծ հաշվով հիմնականում վեճերը գնում են դատական ճանապարհով։ Դա ամբողջ աշխարհում է։ Եթե դատարան ինստիտուտ չլինի, կլինի վայրի հասարակություն։ Պարոն Բոզան, այստեղ ընդհատելու ենք զրույցը, այս թեման շարունակենք մամուլից նորություններ լսելուց հետո, հիմա մի քանի նորություն։ Ժողովուրդը գրում է Հայաստանում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով։ Գլխավոր դատախազ նորերս ազգային ժողովում պետք է հանցագործությունների վիճակագրությունը ներկայացնի, թերթը տեղեկացել է 24 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ հանցագործությունները ներկայացված են ըստ դեպքերի ծանրության։ 24-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, որը 23-ի համեմատ 434-ով պակաս է կամ 1.1%-ով։ 24 թվի դեպքերից 18397-ը գրանցվել է Երևանում, արձանագրվել է ոչ մեծ ծանրության, առանձնապես ծանր հանցագործությունների աճ, այդ մասին հայտնում է դատախազությունը։ Միաժամանակ նվազել են միջին ծանրության հանցագործությունները, փոխանցում է թերթը եւ շարունակում ներկայացնել պաշտոնական վիճակագրությունը։ Փաստում էլ կարդում ենք երեք ազգային ժողովը ավելի ճիշտ ԿՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է, որ քաղաքացիները 25 թվականին եւ 26-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 1-ը, հետագա տարիներին մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Իշխանությունը նշում է, թե ներկայությամբ հայտարարագիր ներկայացնելու
վերադարձնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտեր չունեն, բայց իրականում մարդիկ մեծամասամբ բոյկոտում են այս նախաձեռնությունը։ Նախնական տեղեկություններով մոտ 4 ամսում հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 4%-ը։ Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, բայց վարչապետի աշխատակազմից հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը։ Սրա նպատակն այն է, որ ցույց տան, թե համակարգը չի ձախողվել ու մարդիկ կամավոր են հայտարարագրում իրենց եկամուտները։ Ժողովրդի տեղեկություններով էլ Կոտայքի Մազիկ հասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակելու են Երևան մտնող մայրուղին։ Սա առաջին անգամը չէ, երբ բնակիչները ճանապարհ են փակում։ Նախորդ ապրիլի 10-ին էր համայնքի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին, պահանջում էին, որ համար 59 ավտոբուսային երթուղին չհանվի։ Հասախ եւ Փոշյան համայնքների բնակիչները ապրիլի 9-ին հանդիպել էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, բայց իրենց ակնկալած պատասխանը չէին ստացել։ Ավտոբուսը շուրջ 2 տարի է ծառայում բնակիչներին ու երթուղին այժմ ուզում են հանել, գրում է թերթը։ Օրագիրը շարունակվում է, պարոն Բոզոյան, խոսում ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը միայն մեկ բան է մնացել ժողովրդին մատուցելու, այդ միֆական մտածածին եւ ոչ իրական խաղաղության օրակարգը, որին ձեր կարծիքով հասարակությունը արդեն ուղղակի չի հավատում եւ նույնիսկ թուղթ լինելու դեպքում չի հավատում, որ գալու է այդ խաղաղությունը եւ մենք տեսնում ենք նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը արդեն շուրջ 1-1.5 ամիս շարունակվող կրակոցները սահմանին, երեկ էլի Սյունիքում անհանգիստ է եղել, ամեն օր գյուղերից ահազանգեր են ստացվում եւ թե ինչպիսին է ՊՆ-ի արձագանքը, ուղղակի աբսուրդ է, ասում են եկեք հետաքննենք, ինչը հետաքննեն, այդ ազդակները ինչ են հուշում, այս մեկնաբանությունները ինչի վկայություն են։ Տեսեք, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը ինքը ամեն գնով փորձում է ցույց տալ հասարակությանը, որ այդ խաղաղությունը վերջնական կյանքի է կոչվում Ադրբեջանի հետ եւ ինքը միակ այցեքարտն է մնացել, որ ինքը կարողանա հանդես գա հասարակությանը իր վերարտադրության համար։ Բայց արդեն հասարակության ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանում է, որ այս մարդը 7 տարի է խոսում դրա մասին, պատերազմից հետո 5 տարի է անցել, բայց 0 տեղաշարժ կա դրա մեջ։ Միայն զիջումները միակողմանի եւ դա անվերջ է այդ միակողմանի զիջումները լինում։ Մի զիջումը հանում ես, մյուսն է գալիս, հետո մյուսը անում ես, մյուսն է գալիս եւ բոլորի համար արդեն պարզ է դարձել, որ այս մարդը ի վիճակի չի հաստատել խաղաղություն, նույնիսկ եթե լինի խաղաղության համաձայնագիր։ Նույնիսկ տեսեք Արարատ Միրզոյանը չի հերքում, որ դա այդ փաստաթուղթը կարա կնքվի նաեւ Թուրքիայում։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ իբր թե իրանք երկկողմանի է գնում, երկկողմանի բանակցություններ է գնում, անուղղակիորեն բոլորը հասկացան են, որ այդ բանակցային process-ի գլխավոր քավը դարձել է Թուրքիան։ Այսինքն Թուրքիայի հովանի տակ է գնում հայ-ադրբեջանական բանակցային process-ը։ Հիմա Թուրքիայի դիրքորոշումը հիշեցնեմ ձեզ։ Նրանք պարզ են պատերազմից հետո Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է հայտեր ներկայացնել Հայաստանի դեմ, մեծ տուգանքներ պատերազմի արդյունքի հետ կապված, որից հետագայում Հայաստանը չկարողանալով լուծել այդ խնդիրը, տարածքային զիջումներով կոմպենսացնի դա։ Այսինքն Թուրքիայի դիրքորոշումն էլ է պարզ։ Այսինքն հասարակության մեջ չկա գոնե 1% կամ 2%, որոնք կհավատան, որ Թուրքիան անկեղծորեն կարա ճնշի Ադրբեջանի, որպեսզի Ադրբեջանը գնա զիջում։ Բայց իրենք հայտարարում են, չէ, որ մինչև հայ-ադրբեջանական հարթությունում արդյունք չգրանցեք։ Դա հայտարարում են, բայց այս իշխանությունը փորձում է Թուրքիայի միջոցով ազդել Ադրբեջանի վրա, որը ծիծաղելի է, որտեղ Թուրքիան ինքն է հայտարարել, որ Ադրբեջանը պետք է այնքան ճնշի, որպեսզի Հայաստանը գնա զիջումների։ Կոնկրետ իրանց պետք է Սյունիքը, Զանգեզուրի միջանցք հասկացողությունը, դա հասկացողությունն է, որտեղ իրանք փորձում են սովորեցնել միջազգային հանրությանը, որ վաղ թե ուշ եթե իրանք գրավեն դա բնական ստացվի։ Սա է իրանց ամբողջ խնդիրը։ Ավելին կարող եմ ասեմ, իրանք արդեն շատացրել են այսպես ասած ակադեմիական լսումներն ու քննարկումները արևմտյան Ադրբեջանի հետ կապված եւ ավելին կարող եմ ասեմ, օրերս հայտարարեցին, որ տարածաշրջանում իսկական խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ Հայաստանի տեղը կայանա արևմտյան Ադրբեջան։ Այսինքն այդ մարդիկ չեն թաքցնում, որ իրանց համար խաղաղությունը
Խաղաղության պետք է լինի առանց Հայաստանի, Վրաստանի հետ։ Այսինքն այս տարածքում իրանք տեսնում են Վրաստանն ու Նիկոլ Փաշինյանը ներողություն այդ խաղաղության օրակարգ ասվածը, որը այսքան քարոզում է թմկահարում է, իրականում դրա տակ այդ ձեր նշած այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նախագծի իրականացումն է։ Իրականում իր իրական Հայաստան կոնցեպտը ադրբեջանցիների համար դա արևմտյան Ադրբեջան կոնցեպտն է։ Այլ խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը սա քարոզում է, որովհետև այլ ճար չունի։ Տեսեք, պատկերացրեք, ոնց որ 45 թվականից հետո Հիտլերը հայտարարել, որ ես պատրաստվում եմ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի հետ խաղաղության խաչմերուկ անեմ Գերմանիայում։ Իրանք ասեն դու արդեն պարտվել ես, դու ով ես։ Դու իրանք, այսինքն, բանը մոտավորապես այդ նույն իրավիճակն է, այսինքն ինքը փաստացի, քանի որ տարբերակ չունի, ինքը քարոզում է այս տարբերակը, ինչի է մնացել մինչև հիմա։ Որովհետև հասարակությանը ոչ մեկ առարկայական չի բացատրում, որ իսկապես Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, բայց խաղաղության համար հասնելու համար պետք է այս մարդը չլինի եւ մենք պետք է ունենք մեկ այլ բանաձև խաղաղության։ Խաղաղություն հայ-ադրբեջանական չի լինի, մինչեւ որ չլինի միջնորդ։ Դա պարզ է, որովհետև հայ եւ ադրբեջանի ժողովուրդների մեջ կան երկարաժամկետ խորը հակասություններ։ Պատերազմ է եղել, պատերազմի իշխանություններն էլ ասում են միջնորդները իրենց շահերն են սպասարկում, մենք երկկողմ ենք բանակցում։ Տեսեք, միջնորդները միշտ իրենց շահերն են սպասարկում, բայց իրենց շահերը սպասարկելով իրանք թույլ չեն տալիս, որ լինի պատերազմ։ Օրինակ Մինսկի խմբի 95 թվականից, որ մինչև 2024 թվականը, 20 թվականը որ խաղաղություն էր, միջնորդը իրենց շահերն են, չէ՞, սպասարկում։ Բայց դրա արդյունքում խաղաղություն էր, չէ՞։ Աշխարհում բոլոր տեղերում միջնորդները իրենց շահերը սպասարկելով, բայց այնուամենայնիվ լուծում են տեղական խնդիրները։ Այսինքն սենց բան ասելը, կներեք, դա ամենասունակություն է։ Բայց ինչի են դա իրանք ասում, որովհետև իրանք ուզում են, որ միջնորդը չլինի Ռուսաստանը։ Դա շատ պարզ։ Իրանք երբ որ ասում են, թե մենք Զանգեզուրի միջանցքը չենք հանձնում, իրանք ասում են հետևյալը, Զանգեզուրի միջանցքը պետք է չվերահսկի Ռուսաստանը։ Սա է իրանք գլխավոր թեզը, որովհետև իրանք արևմտյան տերերը դա են պահանջում, հասկանում եք, բայց հաջորդ քայլը թե իրանք ինչ են ենթադրում, որ չինելու միջնորդ, իրականում միջնորդը դառնա Թուրքիան, բայց իրանք չեն հայտարարում դրա մասին։ Իրանք ասում են մենք երկու կողմերով բանակցություններ ենք վարում, երկու կողմերը նշանակում է թույլ կողմը Հայաստանն է, ուժեղ կողմը Ադրբեջանը։ Հայաստանը պարտվել է, Ադրբեջանը հաղթել է։ Հաղթող կողմը ունի ավելի մեծ լծակներ ճնշելու, իրենք վախի մտնոլորտ են պահում մեր ժողովրդին, որպեսզի այդ կուլիսային բանակցությունների ժամանակ կրակում են այդ խնած ախի վրա եւ այլն, որպես այդ վախի ժամանակ իրանք կուլիսային անընդհատ զիջումներ կորցրեցին։ Տենց զիջումներ կորցրեցին Սահմանադրության հանրաքվեի հետ կապված։ Տենց զիջումներ կորցրեցին Մինսկի խմբի վերահսկման հետ կապված։ Հիշում եք, ընդամենը 1-2 տարի առաջ ինքը ասում էր ոչ մի դեպքում Մինսկի խումբը չի կարելի լուծարել։ Ոչ մի դեպքում մենք Սահմանադրական հանրաքվեի չեն գնա ճնշման։ Հիմա նույն բանը ասում են արդեն պատրաստ ենք անում, չէ՞։ Հիմա ասում են ուղղակի մենք ուզում ենք հանրաքվե անել, Ադրբեջանը հայտարարում է, որ Խաթարի այդ process-ը սա ուղղակի անհեթեթություն։ Մարիան ջան, արի անլուրջ պարզ է հասկանալ։ Հիմա մարդ հիմա փրփուրներից կախված պետք է փորձի խաբել, բայց հարցը դրա մեջ է, դա բոլորին էլ հարզավոր, սա Ալիևի պահանջն է։ Բոլորին հասկանալի է, բայց այդ պահանջները անվերջ չեն լինելու։ Քանի դեռ կա այս մոդելը, այս մոդելի մեջ ոչ մի ապագա չունի։ Միակ տարբերակը, որ այս մոդելը քանդվի փլուզվի, ինքը պետք է հեռացվի իշխանությունից, միջնորդ գա, այդ միջնորդը թույլ չտա, որ Ադրբեջանը իր ամբիցիաները շատացնի։ Տեսեք, 94 թվականին, որ մենք խաղաղության համաձայնը կրակի հրադադար բանալիցիկ, եղավ միջնորդ Ռուսաստան։ Եթե միջնորդը չներ, մենք կարող ենք հասնել մինչև Բաքու, չէ՞։ Այսինքն միջնորդը միշտ կանգնացնում է ուժեղ կողմին, որտեղ թույլ կողմը վերջնական կապիտուլյացիայի չենթարկվի։ Հիմա մեր պարագայում այդ կոմպրոմիսը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր։ Հիմա մեր քաղաքական վերնախավի մի զգալի մասը, չգիտեմ ինչի համարեցին, որ դա խայտարակություն էր, որ իսկապես բացասական էր, որտեղ պատերազմի արդյունքն էր դա։ Բայց հիմա նոյեմբերի 9-ի համաձայնագրի մենք էլ չենք կարող վերադառնալ, երազանք է դա վերադառնալու, որտեղ մենք արդեն չունենք Արցախ։ Իհարկե երազանք, որտեղ մենք չունենք արդեն Արցախ։ Մենք չունենք արդեն Լաչինի միջանց, դա պարզ չի։ Այնտեղ կոնե հիշատակումները կային։ Adekvat քաղաքական վերնախավ չունենք, այդ adekvat քաղաքական վերնախավ չունենալու պատճառով այս մարդը մինչև մնացել է իշխանության եւ մենք անընդհատ գնացել ենք զիջումների։ Միակ տարբերակը, որ այս մարդկանց հեռացնելը, իսկապես դա կլինի ընտրություններով, դա կլինի հերթական ընտրություններով, դա արտահերթ ընտրություններով, թե ֆորս մաժորային process-ներով այս մարդուն պետք է հեռացնել եւ ամենակարևորը իշխանության պետք է գա adekvat վերնախավ, որը adekvat է հասկանում, ինքը պետք է գա ոչ թե ասի թե մենք հիմա գնալու ենք Ղարաբաղը հետ բերենք, դա իրատեսական չի այս պայծրությամբ։ Մենք պետք է պատուանը չփակենք այդ գաղափարի, որպեսզի մենք կարողանանք հետագայում հույս ունենանք այդ խնդիրը պետք է մնա օրակարգում, չփակելով, բայց միաժամանակ հասկանալով մենք այս պայծրությամբ պատրաստ չենք, մենք պետք է
միջնորդի միջոցով կարողանանք կանգնացնենք Ադրբեջանի ամբիցիաները, մենք կարողանանք վերականգնենք մեր ժողովրդի մեջ ամրապնդենք բանը գաղափարը, որ մենք կարողանանք ուժեղ պետություն դառնանք, որտեղ մարդկանց մոտ փլուզված է ամեն ինչ։ Մենք պետք է տնտեսություն վերականգնենք, մենք պետք է փոքր բիզնեսի հարկեր իջացնենք, մենք պետք է տրանսպորտի գինը խայտարակ բանանենք, մենք պետք է տնտեսության զարգացման տեսիլք ներկայացնենք, մենք պետք է բանակը վերակեն բանակը փլուզել են, ոչնչացել են այս մարդիկ։ Չկա այլևս բանակ։ Բանակը առաջին հերթին գաղափար է, բանակն առաջին հերթին վստահություն է, ոչ վստահություն կա, ոչ գաղափար կա, ինքը ջարջախվել է այս բանակը սկսած 2018 թվականի իրանց կլուբնիկային հակաքարոզի արդյունքում։ Սա էլ դրսից թելադրված գաղափար էր, որտեղ այսպես ասած տարբեր ձևերով ներկայացված էր նաև Թուրքիան եւ Ադրբեջանը, տարբեր ֆոնդերի միջոցով դա աշխատացրեցին։ Դա շատ հասկանալի է, բոլոր երկրների ժամանակ էլ պատերազմից առաջ հիբրիդային պատերազմ է լինում, կազմակերպում են այսենց ազդեցության գործակալների միջոցով կազմակերպում են։ Տեսեք, Հայաստանի AM կայքում ադրբեջանական կայքեր կան արդեն գործում են։ Դոմեյնում, իհարկե, ես կարամ դες ասեմ, մի քանի հատ կա, մի հատ չէ։ Այն պաշտոնական ադրբեջանական, ոչ պաշտոնական ադրբեջանական կայքեր կան, որոնք աշխատում են այն դոմենում, բայց ինչ են աշխատում, որտեվ իրենք արդեն ես ասենց ասեմ ձեզ, ինչ որ իմաստով դրանց աշխատանքի եւ իշխանության կայքերի աշխատանքի մեջ արդեն շատ չնչին է դարձել տարբերությունները։ Իրենց ազդեցության գործակալները արդեն ազգային ժողովում կան, կառավարություն կան, պետական համակարգում կան, NGO համակարգում կան, վխտում են դրանք պարզապես, վխտում են, հասկանում եք, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս միջավայրը Հայաստանը ոչնչացրել են քաղաքական գաղափարական դաշտը, դրան որի արդյունքում մենք կազմակերպեցին իրենք բանակը, որի արդյունքում կազմակերպեցին բանակցային process-ը, մենք կորցրեցինք Արցախը, հիմա դրած է Հայաստանի խնդիրը։ Սա ամենից պարզ է այդ ամենը։ Շնորհակալ եմ պարոն Բոզայան վերլուծության համար, օրագրին հատկացված ժամանակը սպառվեց, սպասեք մեզ վաղը 5-րդի ուղիղ եթերում առավոտյան 11-ին։